Բարև բոլորին։ Вдали звучит песня, мелодия такая дикая. Ժորժան, ես ինչա կատարվում է TikTok-ում։ Լսի, ամեն ազան ջարժանն գալը լսի, դրանից առաջ ես որ քեզի ասել եմ համբալ, չորնի ջան, ինքը այնտեղ ֆռում ան իրա գալում, անունը քեզի ասեց համբալ, լավ արեցի ասեցի համբալ, ինչ կուզեմ կասեմ, խիան իրա գլնում, Անա ջան ֆրայլ ասել, բալիկ ջան քեզ ինչ։ Տա եթե դու մոդերիտ համար հենց հիմա պաստուպի տեսանում, թքեմ ձեր երկուսի վրեն, դե դավայ։ Դե գնաս Դրփի տղա։ Իրար են ուտում։ Շատ դուրս ընկասնա մի բան, ոչ էլ շատ իրան ձեր տված է, բայց բազում է, կարելի է տենց պակագազով բանով շատ է վտանգելա լայք, թողնա որ լայք են կարապ, հա ինչ աղա, հետևել չունես աղջի, երկու ոսկորայլի, հա հետևին են ինչ սպիտակ բան արա, էլի տնգեց արա, էսի անցանոտ մարդկանց մոտ կտրի էլ արա, Բայղա։ Եմ Ղարաբաղցի Կարենը, թքեմ ես դրա ապրուստի վրա, կոպեկանոց, բալա, ես բաստակին չգիտես, տանոչ է բաստակի դեմքը, այն որ խլեշում են բերանը, լցնում են ինքը բերանը բացում է, էտով է որ իմ մասին խոսա, էտով է, էտ ինչ ազգից է որ իմ մասին կարողանա բերանը իրա, թքած բերանը բացի, բա ինչ է տղու ինքն էլ է պուտ Ուզում եք մեջքիս նստեք, հատում եմ դրան, ատում եմ դրանց բոլորին դրանց նմանների եմ, ուզում եմ պրոստը սատկ են դրանք, որ հայ չասեն իրանց, ну дали у меня, потому что он проститутка конченая, засунь ему в рот 100 копеек, смотри, как он повернется к тебе задом, թքել եմ ես դրանց ապրուստի վրա, արա ես պետք է քնած լինեմ այս ժամին, նստել եմ տղու խոսքերն եմ լսում Խայտարակություն է։ Կյանք լավ քֆուր մֆուր մի տուր։ Իմ մոտ է։ Ոչ տա, վատանգ այդքան կարող ես յուած կփուր տա։ Իո, իրոք։ Տաց մենակ պիտի իրեսնեին նստի всё։ Մռոպե։ Մեր ակցիայի մասնակիցները երկարացնեն իրենց բանը։ Ասում եմ ում գրենք, ինչ անենք, TikTok-ը մի քիչ կարգի հրավիրեն, մասան փակեն կամ ինչ-որ бан անեն։ Горы зовут высокие и сильные. Страсть глубокая, огонь, который горит. Любовь горит, такая интенсивная и свободная к природе. Все ко мне. О, бля, коробка по башке, Մեր մահվան դեսպանն է, եկել է դժողքից, ասելու որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժողք, եւ Նիկոլի կենակցին եւ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժողքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժողքի շատ քիչ պատիժ մարդիկ, ովքեր որ պատիժ են կրում հիմա դժողքում, շատ քչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել։ Նոր փրկիչներ են հայտնաբերվել։ Փրկում են հայ առաքելական եկեղեցին, չէ, ճիշտն ասած եկեղեցին չեն փրկում, փրկում են Գարեգին Բեին, եկեղեցին զավթածին։ Այսօր զրուցում եմ Էլա Մանանդյանի հետ, դուք միակն եք, որ միգուցե կարելի է համարել հայաստանցի բուդդիստ։ Սանգիչու դացուկիչու նամլաջանչու բարդու դագնի կեպսուչի դագի ջինսոգի պեսոնամքի եդրոլապինչու սանգիա դուպաշու։ Հոգևոր անվտանգության հարցը ձեզ համար որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ այդքան կարևորություն ունի, ունեն սերունդներ մեր կուսակրոն եկեղեցականները, թե չունեն։ Տեսեք, ես հոգևոր զարգացման ճանապարհով գնացող մարդ եմ, ըստ այդմ ես գիտեմ, որ եթե ես լինեի մեր եկեղեցականների տեղը, ես ընդամենը կասի անարակ որդի ավելի խորը բաների մասին մտածել։ Բուդդիստա։ Ինչպես արդեն ասել էինք, շարունակվում է բուդդայականության Սուրբ ամիսը, Սագադավա։ Եվ այս տարի այն սկսվեց մայիս 28-ին, պարզապես այդպես համընկավ, որովհետև տիբետյան օրացույցը լուսնային է, այն ժամանակ երբ որ հայերը արևային ժողովուրդ են, եւ այս ամբողջ ամիսը սուրբ է բոլոր նրանց համար, ովքեր որ հետևում են մեծ ընկատարյալի ուսմունքին, ու հատկապես սուրբ է իհարկե 15-րդ օրը ամսվա, որ այս տարի համընկնում է հունիս 11-ի հետ,
Իսկ այսօր մենք տոնում ենք մեծն արթնացածի այս աշխարհ գալը։ Եվ անցավ 2.5 հազարամյակ, ու մենք ունենք այդ մեծագույն ճանապարհը, ու մենք ունենք մեծագույն ապաստարանը Բուդդայում, ուսմունքում եւ վեհագույն ժողովում։ Եվ ըստ այդմ ամեն ակնթարթ նորից եւ նորից ապաստարան ենք ստանձնում, նորից եւ նորից աղոթելով։ Փրկումա Գարեգին բեին։ Lama tumba chumdende deshin shebada chumpaya da pazupi sangye pargyarwa shakya tubala zatselo chodo kyapsu chiyo Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մենք որևէ բան չենք հասկանում, ապա պատճառը միմիայն մեր մեջ է։ Քուտիրումերա Երբ որ ասում եմ անասուն, կողքից ասում են ինչու ես ասում անասուն Խայտարակություն Министр здравоохранения сказал, что готов стать посмертно донором органов. Вот вы как к этому относитесь? Вы согласились бы? Я согласен. Согласны, да? Да. Вот почему? Потому что я узбек. Մոսկվայում էլ ամառ է եկել նորեն Տեր հայր Աղջիկ ջան, կանգնեցի, որ քեզ մի բան ասեմ, սխալ ճանապարհ ես ընտրել։ Լավ էլի տեր հայր խրատելու ժամանակը չի 4 հատ ապառիկ ունեմ չհաշված որ ընկել եմ սև ցուցակ Դուս դրիմ, ես այդ ամենը հասկանում եմ, բայց սխալ ուղու վրա ես։ Տեր հայր ջան ասում 1000-ը ծակուծուկ ունեմ փագելու թող աշխատեմ Այլի աշխատի, բայց այդ եմ ասում, սխալ ճանապարհ ես ընտրել, ստեղ գործ չկա, վարձացի 2 խաշվերուկ վերև, ընդ բանուկ է, շարժը շատ է։ Լավ, մերսի շատ Ները նաև փորձեցին չթողնել եկեղեցի հավատացյալին, ով քաղաքական որոշակի իրենց հետ չի համապատասխանում, նույն քաղաքական գիծը չեն տանում, եւ սա շատ անընդունելի է։ Ինչ է նշանակում, եթե օրինակ նիկոլական գաղափարախոսություն ես կրում, չպետք է մտնես եկեղեցի, այդ եկեղեցին հոգո հոր դուքյանը չի, այդ Աստծո տունն է։ Դու ով ես, ինքը ճիշտ է, դեպքերականն ասում էր, ես եմ այս եկեղեցու իշխանը, ես եմ տեր տիրականը, թքած ունեմ կադաստրի թղթերի եւ թքած ունեմ այլ կարծիքների վրա, բայց սա խոսում է իր մասին եւ սրա պատասխանը քաղաքացիները իհարկե իրենց արձագանքով տալիս են։ Նորից փողոց եք դուրս գալու սրբազան։ Միայն ուրիշ տարբերակ չկա, հրապարակ են դուրս գալու, փողոցը իրենք Ինչ եմ փողոց բառից խուսափում, երբ որ ասում հրապարակ նկատի չունեմ արաբության հրապարակ, հրապարակներ, ասպարեզ, այսպես ասեմ։ Շատ պիտի ուզեի, որպեսի առաջին օրից, երբ ես որպես падգամավոր գնում էի եւ վեհապարին խնդրում էի, որպեսի օրինակ Կոստանդնապոլսի պատրիարքին միջնորդ դարձնի եւ մենք կարողանանք Բաքվից գեթ 1 գերի բերենք։ Վեհապարը խոսակցությունը փոխում էր եւ քաղաքական հարթություններ տեղափոխում եւ ասում էր, որ ես այս իշխանության համար որևէ բան չեմ պատրաստվում անել։ Ինձ հետ էր նաեւ падգամավոր Անդրանիկ Քոչարյանը եւ խոսում էր, որ իր ընտրությունը Ռոբերտ Քոչարյանի վրա է կանգ առել եւ եթե հիշում եք դեկտեմբեր ամսին, երբ համընդհանուր հրաժարականի պահանջ էր, եկեղեցին այդտեղ էր, այդ հրաժարական պահանջողների մեջ էր եւ եկեղեցին իր կամ մայրաթոռը իր նախապատվությունը տվել էր, նրանք պատկերացնում էին, որ Ռոբերտ Քոչարյանն է լինելու այդ իրենց տեխնացուն Էսյան քաշիրեն յան քաշիր քերակին Էսյան տաճիրեն յան քաշիր քերակին Քերուն հույս դուր լամպին լույս դուր քերուն Քերակին քերուն հույս դուր լամպին լույս դուր քերուն Լամպի շուշեն կտողա լամպի շուշեն կշողա լամպին լույս դուր քերուն հույս դուր քերուն քերակին Չի կարող պատահի։ Չի կարող պատահի։
Այս պատերազմը ինչ որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից։ Մեր կողմից։ Չէ, ես սենց բան չի կարող լինի, ոնց կարող ես։ Here's Johnny. Չասեմ, ես ինձ մի րոպե տվեք, ես գնամ կախվեմ, դուք հանգիստ շարունակեք։ Ընդամենը 50,000 դրամանոց կտրվածք, որը կհանդիսանա քո ինքնավստահության ու շքեղության բանալին։ Կտրվածքի կինո վերահսկում է կենտրոնական բանկի կողմից։ Ոնց որ ես ոնց եմ լողանում վիրտուալ լողը որն է, որ սովորեն։ Այսպես ամեն օր ժամուկես լողանում եմ ես։ Վիրտուալ լողորդ Փայլակ Հովանեսյան։ Այո։ Եբրաս։ Դեսակաշ չեմ կարող։ Մեջքի վրա վիրտուալ չի, նո։ Մեջքի վրա, ահա։ Ես եմ մեջքի վրա։ Ես եմ կողքի կարամ։ Այսպես կողքի, շատ եմ սիրում։ Կողքին ուժեղ բանա։ Ձո, մի քանի բառ դու կարաս։ Պատկերացնում եք, եթե առանց սիրո դու մտնես քո տունը, առանց տրամադրությամբ ձգտես մի բան ցույց տաս քո ընտանիքին, ոչ մի բան չի ստացի։ Առավելագույնս հարգանքով խոսել, բայց եթե դուք հաջորդ անգամ նման բան թույլ տաք, անվանարկեք երկրի համար ծառայություններ ունեցած մարդկանց, ես ձեր հետ էլ սենց հարգանքով չեմ խոսալու։ Որպես տղա, քո հետագա կյանքը այստեղ պատկերացնում ես։ Հա։ Ոնց ես պատկերացնում, ուզում եմ իմանալ։ Մեծանալու եմ, այստեղ սովորեմ, հետո գնամ ուրիշ երկիր։ Чтобы сделать мужу приятное. Как королева скомотали наши. Несколько лет назад жительница Череповца покорила нигерийского принца. С чернокожим Паулем Наталья Ведина познакомилась в интернете. Он был на 18 лет моложе, но это не помешало роману. Наталья и Пауль 3 года вели переписку, а потом встретились в Африке и почти сразу сыграли свадьбу. Ради русской провинциалки африканец оставил родную страну и переселился в Россию. Ընդհատակում գտնվող գործարար Սամվել Մայլապետյանի Ծաղկաձորում գտնվող մոտ 1.1 միլիոն դոլար արժեքով 2 հողատարածք վերադարձվել է պետությանը։ Տատախազի ձեռքին որպես պետության սեփականություն գրանցված այս գույքերի վկայականներն են։ Պարզվել է, որ հողատարածքները գործարարին վաճառվել են ձևական աճուրդով։ Անշնորհքի մեկ։ Ասում են ջերմակ լուսինն մի օր, աղջիկ էր ժահել, վարսս քո ոսկերով։ Աղջիկ էր ջահել ու սիրով անհում, սիրում երհուր էր արև պատանում, այս դե արևի սիրտը բարձրակա, գերված էր սիրով երկիր աղջկա, որ կյանք էր անշեջ, որ հզոր հողի բուր ուների մեջ, մռայլվեց լուսնին ճակատը լուսել, ու լույս մի գիշեր արցունքը աչքի, թողեց նա բյուրեղ տղյակնի անգին, և արած աստղան սորքը անհամար, բռնեց դիեզերքի ճամփաներն անցայ, որ գերի առնի արև սիրացին, ու խլի եկրի գրքից հովացին, ու օրեր անցան Սիրում հարգում եմ բոլորին, մնացեք բարով։ Ջահել լուսինը դարձավ ալևեր, ոսկի մազերին սուրճը մերիչավ, դեմքը խոշորեց հայացքը